Ալավերդու քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանի նախընտրական քարոզարշավի առաջին հանդիպումը եղավ Հարազատ կրթօջախում, Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան համար 5 դպրոցում։ Մեծ է թեկնածուի ու նրա ուսուցիչների հուզմունքը, որոնց լավագույն շրջանավարտներից մեկն այսօր օրինակելի ղեկավար է Հարավկովկասյան երկաթուղում ու ցանկություն ունի իր նպաստը բերել նաև քաղաքի զարգացման գործում։ Ես կազմավորվել եմ մեծ դպրոցում, իմ ուսուցիչների միջոցով։ Ընտանիքից հետո ես հաշվում եմ ամենամեծ դերը մարդու կյանքում ունի դպրոցը ու այդ դերը առավելագույնն է։ Եթե այս սենց ուսուցիչ ունենան, ոնց որ ես եմ ունեցել, այն տնօրենները, որոնց ես եմ ունեցել, չի կարող վատ մարդ ընդեղից դուրս գա։ Դրա համար ես հաշվում եմ, որ իմ առաջի քայլը պետք է սկսվեր դպրոցից ու ես այս դպրոցը շատ սիրում եմ, այս ուսուցիչները ինձ համար սրբություն են, ով կա, ով թոշակի այսօր ես իրանց այցելում եմ, իրանց հետ զրուցում եմ միշտ։ Ժամանակը այնքան սրընթաց է եւ ժամանակը օրակարգում այնքան արագ ու անսպասելի է խնդիրներ դնում, որ քաղաքի ղեկին պետք է մի անձնավորություն, որը կարողանա ճկուն արձագանքել այդ խնդիրներին եւ հետեւողական լինել, պատվի խնդիր համարել այդ խնդիրների լուծումը։ Ես չէի առանձնացնի, կկարևորեի կրթության ոլորտի աշխատողների անելիքը հասարակություն առողջ պահելու համար, բայց խնդիրները չէի առանձնացնի, այն որ Կարեն Փարեմուզյանը իր ընտրարշավը սկսել է Մայր կրթօջախից, դա արդեն բավականին խոսում է իր մասին, կարծեմ, որ եթե ոչինչ չավելացնեմ, դա ավելի խոսում փաստ է։ Կարեն Փարեմուզյանը Ալավերդու համար 5 դպրոցն ավարտել է 1987 թվականին, նույն տարում ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, ստացել ինժեներ էլեկտրամեխանիկի մասնագիտություն։ Դպրոցի ուսուցիչները Կարեն Փարեմուզյանին ու նրա համադասարանցիներին հիշում են առանձնակի ջերմությամբ, քանի որ դեռևս աշակերտական նստարանին նրանք աչքի էին ընկնում իրենց հայրենասիրությամբ։ Բոլորին սենց կինոժապավենին պես աչքիս առաջ։ Կարենի հետ եւ էլ իմ երկու իր ընկերների հետ յուրահատուկ մենք մտերմություն ունեինք որպես ուսուցիչ եւ աշակերտ, որովհետեւ շատ սպորտային էր, լավ սովորող էր, շատ մարդկային, ասեմ։ Հիմա ես գովազդի համար չեմ ասում, որ գովազդ եմ, եւ շատ հայրենասեր ու այդ 86 թիվներ, եթե չեմ սխալվում, այո, դեռ նոր էր սկսվում Հայաստանում եւ այդ Արցախի շարժումը գրեթե չկար, մենք շատ հայրենասիրական մոտիվներով, ուրեմն զրույցներ էինք ունենում, մասնավորապես այն ժամանակ ասալայի մասին խոսալ, ով կարող էր խոսալ։ Ես գաղտնի ինֆորմացիաներ էի ունենում Կարենի եւ նրա ընկերների հետ կիսվում էինք ու եկանք հասցրեցինք նրան, որ մենք ապրիլի 24 էինք, մի րոպե դասի ժամանակ, մի րոպե լռություն եւ մի օր մոտեցան ասեցին մենք որոշել ենք ասենք դրոշը պարզենք, կարողա՞ց ես դրա համար վնասել, ուզում ենք երագույնը պարզենք, ասի երեխեք ջան, եթե երագույն դրոշի համար ինչ որ ինձ պետք է նկատողություն լինի, մտներովդ անգամ չանցնի, պարզեք ու դրա պատասխանը մենք կտանք։ Ես շնորհակալ եմ, որ նման շրջանավարտներ եմ ունեցել ու հպարտանում եմ։ Հարազատ դպրոցի մանկավարժների հետ հանդիպմանը թեկնածուն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, նշեց, որ նպատակ ունի գործարար ներուժի հնարավորություններն օգտագործելով հնարավորություններ ստեղծել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, այս կերպ լուծելով աշխատատեղերի, առաջին հերթին կանանց զբաղվածության խնդիրը։ Սոցիալական, քաղաքաշինության, արդյունաբերության, գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում եւս բազմաթիվ են սպասվող անելիքներն ու ծրագրերը։ Թեկնածուն նշում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության խնդիրներին։ Վերականգնվելու են հին ու բարի ավանդույթները։ Հենց սա էլ Կարեն Փարեմուզյանի կարգախոսն է՝ նոր շունչ հին Ալավերդուն։ Քաղաքում այսօր խնդիրները շատ են։ Հանդիպմանը ներկա ուսուցիչներից շատերն էլ այդ խնդիրների վերաբերյալ իրենց մտահոգություններով են կիսվում։ Ուզում եմ իմ հին Ալավերդին զգի, իմ հին Ալավերդու միջավայրն լինի, որ կարողանանք ապրել։ Քաղաքի առջև ծառացած խնդիրները շատ են, իսկ խնդիրները հաղթահարելու ճանապարհն աշխատանքն է։ Այն հսկայական ձեռնարկությունը, որն այսօր ղեկավարում է Կարեն Փարեմուզյանը, վերջին 4 տարիների ընթացքում վերափոխվել է։ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի զարգացմանը հետևել են նաև այս դպրոցի մանկավարժները, ովքեր նշում են, որ հիացած են կատարված աշխատանքով եւ ակնկալում են, որ Ալավերդի քաղաքը եւս կանցնի զարգացման ու բարեփոխման ճանապարհով։ Մենք վստահ ենք, որ դուք կարող եք իսկապես աշխատել,
Դեպոն ես ու Олег Նիկոլաևիչը հրավիրված ենք շատ բարձր միջոցառման, մենք այնտեղ ականատես եղանք ձեր, թե հիմնարկի, թե Բարձրացյանի մարդկանց հետ ոնց եք դուք կամ ինչ հարգանքի եք այդտեղ արժանանում։ Քաղաքում շատ անելիքներ կան, ինչքան ասեք խոսեմ, մենք աշխատենք ձեզ շատ օգնել, եւ ոչ թե միայն վստահում ենք, այլ համոզված ենք, որ դուք իսկապես քաղաքը կփորձեք գոնե ինչ-որ մի տոկոսով դարձնել քաղաք։ Հանդիպման վերջում դպրոցի մանկավարժներն իրենց նախկին աշակերտին ցանկացան հաջողություններ, իսկ Թեկնածու նշեց, որ նախընտրական շտաբի կողմից քաղաքի դպրոցների ավարտական դասարանները կստանան 100,000 դրամ ավարտական միջոցառման կազմակերպման համար։ Քաղաքապետի Թեկնածուի հաջորդ հանդիպումը Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցում էր։ Այս կրթօջախը Կարեն Փարեմուզյանի համար հարազատ է, քանի որ նրա հիմնադիր Ալիկ Պապոյանը եղել է Կարեն Փարեմուզյանի ավագ ընկերն ու խորհրդատուն, իսկ նրա որդին մանկության ընկերը։ Գեղարվեստի դպրոցի աշխատակիցների հետ հանդիպմանը Թեկնածուն նախ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, ապա կարևորեց այս կրթօջախի գործունեությունը, որտեղ արվեստի շնչով սերունդներ են դաստիարակվում ու արվեստասեր անհատներ ձևավորվում։ Ես հաշվում եմ, որ դուք հերոս եք, այս ծանր տարիներին, իհարկե, աշխատավարձի չափն էլ գիտեմ, այն դժվարություններն էլ գիտեմ, ձեզ տեսնում եմ ամեն օր տուն գնալ, գալուս, այդ ամեն ինչը, ես հաշվում եմ, այս փոքր, այս կոլորիկը, որը որ պահ է, ծերի աշխատողը հերոս է, այդ ծերի աշխատողին պետք է ամեն ինչով աջակցես, ու դրա համար այսօր մենք նորոգած այսպես գեղեցիկ նկարչական դպրոցում, այսինքն մարդիկ գնահատել են կոլեկտիվի աշխատանքը, մարդիկ գնահատել են այն դժվարությունները, որին որ դուք չեք, այդ իսկական ալավերցու քայլ, իսկական ալավերցին նա է, որ իրանը պահել է, իրանը չի թողել պռատեն, չի թողել ճղել, ինչ-որ մասնատեն, ինչ-որ բանսարկեն։ Գեղարվեստի դպրոցի աշխատակիցները եւս քաղաքապետի Թեկնածուի հետ կիսվեցին իրենց մտահոգություններով, նրան ներկայացրին դպրոցի շենքի ջեռուցման խնդիրը։ Կարեն Փարեմուզյանը նշեց, որ ընդհանրապես խոստումներ տալ չի սիրում, սակայն քանի որ հարցը լուրջ է ու վերաբերվում է նաեւ երեխաներին, պատրաստ է աջակցել։ Իսկ մինչ այդ Թեկնածուի աջակցությամբ Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի ու տարածաշրջանի եւս մի քանի արվեստի դպրոցների սաների նկարներ ցուցադրության կդրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում։ Փարեմուզյան Կարենի հետ խորհրդակցելով մենք միասին որոշեցինք, որ ոչ թե միայն մասնակցի Ալավերդի քաղաքի փոքրիկները մասնակցեն, այլ նաև ընդգրկենք գյուղերից։ Հիմա այդտեղ ուրեմն նաև կմասնակցեն Օձունի, Շնողի եւ Ալավերդու փոքրիկները։ Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցի կոլեկտիվն ու տնօրենը պատրաստակամություն հայտնեցին սատարել քաղաքապետի Թեկնածուին, քանի որ ծանոթ են նրա աշխատանքային գործունեությանն ու ղեկավարման հաջողված փորձին։ Հանդիպման վերջում գեղարվեստի դպրոցի աշխատակիցները եւս հաջողություն մաղթեցին Թեկնածուին առաջիկա ընտրություններում։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։